Հակառակորդը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան Մարտունու ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոններ թափանցման փորձ։ Պաշտպանության բանակի դիժկապած ստորաբաժանումների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում հակառակորդը տալով 1 զոհ ու վիրավորներ հետ է շպրտվել ելման դիրքեր։ Մենք մեր առջև դրված խնդիրները ինքնուրույն կարող ենք լուծել եւ խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա։ Հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանին կամ շփման գծում ռուսական խաղաղապահ զորքեր տեղակայելու մասին խոսակցություններին ասել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ինչ սպասելիքներ ունեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները Սոչիում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպումից, որն է Վլադիմիր Պուտինի նախագահների հետ առանձին հանդիպելու նպատակը։ Պաշտոնական Ստեփանակերտն այնքան էլ ոգևորված չէ այդ հանդիպմամբ, սակայն այնուամենայնիվ ողջունում է հարցի կարգավորման խաղաղ ընթացքը եւ կողմ է, որ կոնֆլիկտը լուծվի սեղանի շուրջ եւ ոչ թե պատերազմի ժամանակ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը մշակել պատասխան քայլեր ընդդեմ արևմուտքի պատժամիջոցների։ Նրա խոսքերով տնտեսության վրա ճնշում գործադրելու քաղաքական գործիքներն անընդունելի են ու հակասում են բոլոր նորմերին ու կանոններին։ Այսօր շարունակվել է ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի գործով հերթական դատական նիստը։ Դարձյալ հարձակվվել են գործով վկաներ։ Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատայինները Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան Մարտունու ուղղությամբ ձեռնարկել են դիվերսիոններ թափանցման փորձ։ Ըստ Արցախի պաշտպանության բանակի մամլո ծառայության տարածած հայտարարության, պաշտպանության բանակի դիժկապած ստորաբաժանումների կողմից կազմակերպված գործողությունների արդյունքում հակառակորդը տալով 1 զոհ եւ վիրավորներ հետ է շպրտվել ելման դիրքեր։ Բացի այս դիվերսիոններ թափանցման փորձից օգոստոսի 5-ից 6 ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 370 անգամ։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի նախահարձակողությունները կասեցվել են։ Եվ բացի այդ զինված ուժերի գրոհային ավիացիան թռիչքներ է իրականացնում շփման գոտու երկարությամբ։ Թռիչքները պայմանավորված են ստեղծված օպերատիվ իրադրությամբ, նշվում է Արցախի պաշտպանության բանակի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ։ Լարված ռազմաքաղաքական իրավիճակ այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ վերջին օրերի դեպքերն այսպես բնութագրեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Ըստ Պաշտպանության նախարարության տվյալների զինված ուժերը նախորդ շաբաթվա ընթացքում 20-ից ավելի դիվերսիաներ են հետ մղել։ Հավանականությունը, որ Սոչիում Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո հրադադարի լիարժեք պահպանում կլինի, մեծ չէ, խոստովանում է նախարարը։ Դեռևս մինչև հանդիպումը հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը պահպանել։ Սոչիում նախատեսվող Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ լինելու է նաև Սարգսյան-Պուտին եւ Ալիև-Պուտին առանձին հանդիպումներ, որի ընթացքում չի բացառվում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ կառաջարկի խաղաղապահ զորքեր տեղակայել սահմանին կամ շփման գծում։ Երկրագնդի վրա հակամարտությունների բոլոր գոտիներում մեր տարածաշրջանը, Արցախյան հակամարտության գոտին, միակ վայրն է, որտեղ որ առանց որևիցե մի երրորդ ուժի հայկական ուժերի եւ ադրբեջանական ուժերի հավասարակշռության պահպանման, ընդ որում մարտական ոգու եւ որակական պատրաստության մեր առավելության շնորհիվ մենք պահպանում ենք հարաբերական այսպես զինադադարի պայմանները։ Մենք մեր առջև դրված խնդիրները ինքնուրույն կարող ենք լուծել եւ խաղաղապահ ուժերի տեղադրման կարիք այսօր չկա։ Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաև միջազգային արձագանքներին, ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի միջամտությանը, Օհանյանը եւս մեկ անգամ նշեց, որ ՀԱՊԿ-ի աջակցությանը Հայաստանը կդիմի միայն այն ժամանակ, երբ որ լայնամասշտաբ մարտական գործողություններ ստեղծվեն եւ Հայաստանի անվտանգության ապահովման վտանգ առաջանա։ Պաշտպանության նախարար սակայն այս փուլում իրավիճակի ճիշտ գնահատման եւ դատապարտման խնդիր է տեսնում։ Բոլորը պետք է սթափ գնահատեն այս իրավիճակը եւ նաև սթափ գնահատական տան դատապարտեն իրոք Ադրբեջանին, որոնք որ փորձում են լարում ստեղծել եւ իրենց համար, եթե գին չունի իրենց որդիների արյունը, ապա մեր համար յուրաքանչյուր զինծառայողի, յուրաքանչյուր մեր հայորդու թափված արյունը չափազանց այսպես գնահատելի եւ մեծ է։
Գալայի այն հարցին, թե համապատասխանում է արդյոք զինված ուժերի, սահմանին կանգնած զինվորի համարձակ քաղաքականությունը Հայաստանի որդեգրած վախվորած արտաքին քաղաքականությանը, Օհանյանն այսպես պատասխանեց. 94 թվականի հրադադարից հետո մենք այսպիսի արտահայտություն արեցինք կատակով, որ էստաֆետը փոխանցել ենք արտաքին քաղաքականությանը, դիվանագիտությանը, որ չտա Աստված, որ նորից այդ ամենը փոխանցվի զինված ուժերին։ Ինչ վերաբերում է լայնամասշտաբ պատերազմի հավանականությանը, Օհանյանն այն ցածր է գնահատում, բայց զգուշացնում է, եթե ուզում եք խաղաղություն, պետք է պատրաստվեք պատերազմի։ Վերջինս սակայն չի բացառում լոկալ բախումների շարունակականությունը։ Սոչիում Սարգսյան-Ալիև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ սպասվող հանդիպումից ինչ ակնկալիքներ ունի արցախյան կողմը։ Պաշտոնական Ստեփանակերտն այնքան էլ ոգևորված չէ այդ հանդիպմամբ, սակայն այնուամենայնիվ ողջունում է հարցի կարգավորման խաղաղ ընթացքը եւ կողմ է, որ կոնֆլիկտը լուծվի սեղանի շուրջ եւ ոչ թե պատերազմի ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամլոխոսնակ Դավիթ Բաբայանը Գալայի հետ զրույցում ասել է, որ արցախյան կողմը շարունակում է պնդել, որ առանց լիարժեք ձևաչափի վերականգնման անհնարին կլինի խնդիրը կարգավորել։ Արցախի նախագահը պետք է մասնակից դառնա բանակցություններին, գտնում է Դավիթ Բաբայանը։ Նա անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող կեղծ տեղեկություններին, Հայաստանի կողմից ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին ասել է. Չեմ կարծում, որ այդպիսի հարցեր քննարկվեն առաջիկա հանդիպմանը, կան ավելի հրատապ հարցեր, զինադադարի խախտում եւ այլն։ Ինչ մնում է տարածքներին, մենք պնդում ենք, թե կարգավիճակի, թե տարածքի առումով վերադարձ անցյալին չի լինի։ Անցնող ամիսների ընթացքում Ռուսաստանն իր ոչ պաշտոնական խոսնակների միջոցով հաճախ էր խոսում տարածաշրջանում, այսինքն Ադրբեջանի եւ Հայաստանի կամ Արցախի միջև, այսպես ասած, խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին։ Այս վերջին օրերի բախումները կարող են առիթ հանդիսանալ, որպիսի Ռուսաստանի կողմից այդ միտումը դարձյալ սեղանի վրա դրվի։ Արցախի նախագահի մամլոխոսնակի պատասխանն այսպիսին է. Մերն այն եզակի տարածաշրջաններից է, որ կարողանում է կայունությունն ու խաղաղությունը պահպանել առանց որևէ կողմնակի միջամտության, առանց խաղաղապահների։ Սա շատ կարևոր է, այս տարածաշրջանում ի վիճակի են առանց կողմնակի միջամտության գոյատևել։ Այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանը ճանաչելու է Արցախի անկախությունը, սահմանների հարցը լուծվելու է, եթե այո, դրանից հետո կքննարկեն խաղաղապահ զորքերի անհրաժեշտության հարցը։ Հիմա ներկա դրությամբ դրա կարիքը չկա։ Եթե ամբողջ հարցերը լուծվեն եւ միջազգային հանրությունն էլ տարբեր երկրներ պատրաստ լինեն իրենց խաղաղապահներին ուղարկել, այդ ժամանակ հարցը կքննարկենք, նշել է Դավիթ Բաբայանը։ Ինչ սպասելիքներ ունեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները Սոչիում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպումից, որն է Վլադիմիր Պուտինի նախագահների հետ առանձին հանդիպելու նպատակը եւ ինչու է Ադրբեջանը շարունակում խախտել հրադադարի ռեժիմը։ Ազգային ժողովի հանրապետական խմբակցության падգամավոր Հովհաննես Սահակյանը Գալայի հետ զրույցում անդրադառնալով երկու երկրների նախագահների հանդիպմանը հույս է հայտնել, որ այդ հանդիպումից հետո ստեղծված անկանոն իրավիճակում հստակություն կնկատվի։ Իսկ ազգային ժողովում ժառանգություն խմբակցության падգամավոր Թևան Պողոսյանը Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից լուրջ սպասելիքներ չունի։ Ըստ նրա, քանի դեռ այդ հանդիպմանը ներկա չի լինի Արցախի նախագահ Բակո Սահակյանը, սպասելիքներ չպետք է ունենալ։ ԲՀԿ խմբակցության падգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ անդրադառնալով սահմանային լարվածությանը տեսակետ է հայտնել, թե նախ եւ առաջ Ադրբեջանի ժողովուրդը պետք է հասկանա, որ Ալիևյան ռեժիմի պահպանման համար իրականացվող այս արկածախնդրությունը վնասում է ժողովրդին, քանի որ նրանք շարունակելու են վնասներ կրել, զոհեր տալ ու տարիներ անց վարկաբեկվել։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ու հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ եւ կոչ է արել հակամարտող կողմերին ձեռնպա մնալ ռազմական գործողություններից։ Կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ Սուարեշը կոչ է արել կողմերին ձեռնպա մնալ ռազմական գործողություններից ու ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Հիշեցնենք, մինչ այդ մի շարք միջազգային կազմակերպություններ հայտարարել էին, որ անհանգստացած են սահմանին տիրող իրավիճակով, հույս հայտնելով, որ հակամարտությունն արագ լուծում կստանա։
Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատական հերթական նիստը։ Հիշեցնենք, նախորդ նիստի ընթացքում հարցաքննվել էին սույն գործով տուժող ճանաչված ոստիկանները։ Դատարանը հարցաքննել էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։ Ոստիկանները հայտարարել էին, որ դեպքի օրը 2013 թվականի նոյեմբերի 5-ին լուրջ վնասվածքներ չեն ստացել, այլ միայն աչքերն են արցունկոտվել։ Հերթական դատական նիստին նախ հարցաքննվեց վկա Արտավազդ Անտոնյանը։ Վերջինս խնդրեց դատարանից հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները, քանի որ անցել է բավականին ժամանակ եւ հնարավոր է ինքը որոշ բաներ չհիշի։ Մեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը ապա որոշ հարցեր ուղղեց վկային։ Արտավազդ Ամիրյանը նշեց, որ տեսել է, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ։ Շանթի եւ նստեցնային ջիպը այնտեղ մի հատ մոտ 13-14 տարեկան երեխա էր կանգնած։ Ոստիկանը այդ երեխային հարվածեց ցեծանիվին, ասեց քեզ կանգնես, թե գնաց տեղից։ Չանցած մի 15 րոպե հետո դաժանաբար իմ հաշվանդամ ձեռից քաշելով 4 հոգի ոտու ձեռարի գցին ավտոմեքենան, չգիտեմ ինչի համար, եւ տարան կենտրոնի բաժանում։ Դատարանում ոստիկանական բռնի գործողությունների մասին խոսեց նաև սույն գործով վկա Վահագն Մինասյանը։ Նա նշեց, որ դեպքի օրը եղել է մոտակայքում, լսել է պայթյունի ձայներ եւ մոտեցել է։ Մինասյանի խոսքով ինքը փորձել է արգելել ոստիկաններին հարվածել ակցիայի մասնակիցներին։ Ես փորձեցի մյուս քաղաքացիներին գոնել հնարավորինս ծերծ բան ոստիկանական բռնություններից։ Ինչից հետո ինձ եւս բռնեցին 4 կարմիր բերետավոր, հարվածեցին։ Ապա հարցաքննվեցին վկաներ Արմեն Տեր-Մովսիսյանը եւ Ռուբեն Պետրոսյանը, ովքեր եւս նշեցին, որ ամբաստանյալներին չեն ճանաչում, իսկ դեպքի օրը պատահական են եղել Մաշտոցի պողոտայում եւ լսել են պայթյունի ձայն։ Վկաներին հարցեր չտրվեցին։ Դատարանում հարցաքննվեց նաեւ ամբաստանյալներից Հայկ Հարությունյանի մայրը։ Դեպքերի մասին իհարկե ես ոչինչ չգիտեի, միայն մյուս տղաս զանգահարեց երեկոյան ժամը 5:30, ասեց, որ Հայկի հեռախոսների չեն պատասխանում, ինչ որ քաղաքում դեպքեր է կատարվում։ Մենք անմիջապես միացրեցինք հեռուստացույցը եւ ես տեսա այդ իրավիճակը, որ տիրում է քաղաքում։ Վկաների հարցաքննությունից հետո Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ ունի առողջական խնդիրներ եւ բժշկական միջամտության կարիք կա։ Դատական նիստը հետաձգվեց։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները ձերբակալվեցին այն բանից հետո, երբ 2013 թվականի նոյեմբերի 5-ին հեղափոխության կոչերով դուրս եկան փողոց։ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցավ բախում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ։ Շանթ Հարությունյանը եւ նրա կողմնակիցները հայտնվեցին ամբաստանյալի, իսկ ոստիկանները տուժողի կարգավիճակում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը մշակել պատասխան քայլեր ընդդեմ արևմուտքի պատժամիջոցների, գրում է Euronews.com-ը։ Ռուսաստանի Դաշնության առաջնորդի խոսքով տնտեսության վրա ճնշում գործադրելու քաղաքական գործիքներն անընդունելի են ու հակասում են բոլոր նորմերին ու կանոններին։ Այդ ճնշումներին անհրաժեշտ է պատասխանել իշխող հայրենական ապրանք արտադրողների։ Միևնույն ժամանակ նախագահը պահանջել է, որպեսզի Ռուսաստանի պատասխանը լինի զգույշ սպառողներին չվնասելու համար։ Մինչ այդ Եվրոպայում մեծ անհանգստություն են առաջացրել ռուսական զանգվածային լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունները, թե արտասահմանյան ավիաընկերություններին կարող են արգելել Ռուսաստանի Դաշնության տարածքով տրանզիտային չվերթներ իրականացնել։ Ընկերությունների վնասը, որոնք ստիպված են լինելու նոր երթուղի ընտրել Սիբիրը շրջանցելու համար, զգալիորեն մեծ կլինի։ Դա կարող է պատասխան դառնալ Դոբրոյլոտի, Այրոֆլոտի դուստր ընկերության հանդեպ կիրառված պատժամիջոցներին, որը ստիպված եղել դադարեցնել դեպի Ղրիմ չվերթները։ Դրանցից նաև կորուստներ կկրի Այրոֆլոտը, հենց այդ ավիաընկերության հաշվին են գնում տրանսիբիրյան թռիչքների համար վճարվող գումարները։ Ռուսական ավիաընկերության ակցիաների գներն արդեն իսկ սկսել են անկում ապրել։ Այսօր կայացել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որի շրջանակներում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Ուկրաինայում եւ Իրաքում տեղ ունեցող վերջին իրադարձությունները։ Կառույցի մարդասիրական օգնության հարցերով ղեկավար Ջոն Գինգը նիստի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում վիճակն օրեցօրվա թարանում է, բռնությունն ավելանում է հատկապես քաղաքային բնակավայրերում։ Միջազգային այս կառույցը դատապարտել է նաև այսպես կոչված իսլամական պետության կողմից Իրաքում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ճնշումը եւ երկրի հանրությանը կոչի արել համախմբվել ու պատասխանել երկրի ամբողջականությունը վտանգող սպառնալիքներին։ Տրիպոլիի գրեթե բոլոր շրջանները մնացել են առանց հոսանքամատակարարման, այս մասին հաղորդում են արաբական հեռուստաալիքները։ Թե կոնկրետ ինչն է դարձել հոսանքամատակարարման խափանման պատճառ չի հաղորդվում։ Հուլիսի 13-ից երկրի գլխավոր քաղաքում չեն դադարում միջազգային օդանավականի համար այն իր վերահսկողության տակ պահող Զինթանյան ջոկատի ու իսլամիստական ձևավորումների միջև մարտերը։ Այս ողջ ընթացքում բախումների արդյունքում արդեն սպանվել է շուրջ 200 մարդ, հարյուրավորները տուժել են։ Բացի այդ հոսանքամատակարարում չկա նաև երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում Բենգազիում, ինչպես նաև դրանից 150
30 կիլոմետր արևմուտք տեղակայված Աչդաբիում։ Հավելենք, որ ավելի վաղ Լիբիայում իրավիճակի սրման պատճառով գործող միջազգային կազմակերպություններն ու դիվանագիտական ներկայացուցիչները ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքը, տարհանել են անձնակազմին ու իրենց քաղաքացիներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Իսրայելին եւ պաղեստինցիներին կոչի արել օգտվել ներկայիս հրադադարից եւ հակամարտության կարգավորման ավելի լայն բանակցություններ սկսել։ Քերիի խոսքերով կողմերին անհրաժեշտ է կենտրոնանալ այսպես կոչված երկու պետության գաղափարի վրա։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները լիովին աջակցում է զինյալների հրթիռային հարվածներից պաշտպանվելու Իսրայելի իրավունքը։ Այդ հարձակումների կազմակերպման մեջ Քերին մեղադրել է Համաս իսլամիստական խմբավորմանը։ Հիշեցնենք, ներկայումս Գազայի հատվածում շարունակվում է 72-ժամյա հրադադարը։ Իսրայելի եւ պաղեստինյան ինքնավարության պատվիրակությունները մեկնել են Կահիրե մասնակցելու երկարաժամկետ հրադադարի հնարավոր հաստատման բանակցություններին։ Նախորդին Իսրայելը հայտարարել էր նաև Գազայի հատվածի սահմաններից իր զորքերի դուրսբերման մասին։ Իրաքյան քրդերի Փեշմերգա ռազմականացված ստորաբաժանումները, որոնք մարտեր են մղում Սիրիայի հետ սահմանակից Ռաբիա քաղաքում, այսպես կոչված իսլամական պետություն խմբավորման 30 զինյալի են ոչնչացրել։ Քրդական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն բախումներին մասնակցում են նաև սիրիական քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները եւ քրդական աշխատավորական կուսակցության մարտիկները։ Ռաբիայում, որտեղ իսլամականների հետ մարտերը շարունակվում են արդեն 4 օր, նաև տանկ ու մի քանի մեքենա է ոչնչացվել։ Քրդական կազմավորումները կորուստներ չունեն, մի քանի ծայրահեղականներ պատանդ են վերցվել։ Սահմանամերձ Ռաբիա քաղաքը քրդերի համար ռազմավարական նշանակություն ունի։ Այն տեղակայված է իրաքյան լեռնային Սինջար շրջանից հյուսիս եւ Մոսուլից 100 կիլոմետր դեպի արևմուտք։ Դամասկոսում ընդդիմության գրոհայինները զանգվածային ականանետային կրակի են մատնել քաղաքի կենտրոնը, զոհվել է 5 մարդ, վիրավորվել շուրջ 20-ը։ Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկությունների գնդակոծման է ենթարկվել հիմնականում քաղաքի կենտրոնական շրջանները։ Հիշեցնենք, Սիրիայի մայրաքաղաքն արդեն 3-րդ օրն անընդմեջ ենթարկվում է գրոհայինների ականանետային հարձակման։ Բանգլադեշում Պատմագետի վրա լաստանավի կործանման հետևանքով 129 մարդ պաշտոնապես զոհված են համարվում, այս մասին հայտարարել է երկրի նավավարության նախարարը։ Նախարարի խոսքերով նավը նախատեսված եղել 85 ուղևորների համար, սակայն դրա վրա ավելի քան 250 մարդ է եղել։ Փրկարարները 2 դիակ են հայտնաբերել, գրեթե 70 մարդ փրկվել են կամ լողալով են ափասել։ Հիշեցնենք, լաստանավը շրջվել էր երկուշաբթի երկրի մայրաքաղաք Դակայից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Չինաստանում ավելանում է հզոր երկրաշարժի զոհերի թիվը, ավելի վաղ հաղորդվել էր 410 մահացածների մասին, իսկ այսօր զոհերի թիվը հասել է 600-ի։ Ասվում է Չինաստանի քաղաքացիական վարչության նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Նախարարության վերջին տվյալների համաձայն երկրաշարժի հետևանքով ավելի քան 1 միլիոն մարդ է տուժել, ավելի քան 2400 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, աղետի շրջանից 240,000 մարդ է տարհանվել։ Մի քանիսը անհայտ կորած են համարվում։ Երկրաշարժի հետևանքով հազարավոր տներ ու շինություններ են ոչնչացվել։ Հիշեցնենք, 6,5 բալ հզորությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել Կիրակի Չինաստանի հարավ-արևմուտքում։ Քաբուլի մոտակայքում Մեծ Բրիտանիային պատկանող ռազմական ակադեմիայում աֆղանստանցի զինվորի կողմից ամերիկացի գեներալ է սպանվել։ Գեներալ Հարոլդ Գրին Աֆղանստանում տարվող պատերազմական գործողությունների սկզբից երբևէ սպանված ամենաբարձր պաշտոն ունեցող ամերիկացին է։ Պաշտոնական տվյալներով աֆղանստանցի զինվորը, ով կրակել է գեներալին, անմիջապես սպանվել է։ Պատասխանատուները կասկած են հայտնել, թե արդյոք ՆԱՏՕ-ն ունակ է վարժեցնել աֆղանստանցի զինվորներին։ Հիշեցնենք, ամերիկյան զորքերն Աֆղանստանից ամբողջովին կհեռանան 2016 թվականի